Պարոն Մխիթարյան, երեկվա հարցաքննության հետ կապված խոսենք, 1 տարի առաջվա խախտման հետքերով ենք գնացել, այս ամեն ինչը այսպես զուգորդեց այն ամենի հետ, երբ դուք ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ փաշինյանականների կողքի կանգնողները թուրքեր եւ ադրբեջանցիներ են, դրանից հետո սկսեցին թիրախավորել ձեզ, այսպես նույնիսկ ռազմորկաների մակարդակում ձեզ կանչում էին պատասխան տալու Սարիկ Մինասյանի աջակիցները, հետո դրան հաջորդեց քննչականի ծանուցումը, որ գնաք հարցաքննության։ Ինչպես եք մեկնաբանում։ Սկսեմ առաջի հատվածից, փաստ է, որ այս երկրում քաղաքացին տեղյակ չէ, որ իր վրա գործ է հարուցվել, եւ 11 ամիս առաջ հարուցված գործը քաղաքացուց գաղտնի են պահել եւ օգտագործում են հենց այն ժամանակահատվածում, երբ որ ինքը գտնվում է ընտրությունների քարոզչական հատվածի մեջտեղում։ Հիմա սա քաղաքական ուղղորդում չհամարես, ինչ համարես, զուգադիպություն, պատահականություն, ես այդպես չեմ համարում։ Այս մեկ, երկրորդը, այն որ իմ հարցազրույցից կոնտեքստից կտրած հատվածը տարածում են ու ներկայացնում են որպես որ ես ասել եմ, որ փաշինյանականների կողքը կանգնողները իդեպ տարածում են այնպես, իբր ես դա գյումրեցիների մասին եմ ասել, ես ասել եմ հարցը հնչել է այսպես, փաշինյանականները հրճվելով ասում են, որ գյումրեցիները իրենց կողքին են, ում կողքն են գյումրեցիները, ես պատասխանել եմ այսպես, որ փաշինյանականների կողքին ադրբեջանցիներն ու թուրքերն են, գյումրեցիները այդ երկու ազգությունների հետ կապ չունեն։ Հիմա այս արտահայտությունը գյումրեցիները այս երկու ազգությունների հետ կապ չունեն, կտրել են, թողել են միայն առաջի հատվածը։ Իսկ այն մնացած ամեն ինչը, որ 24 ժամ էին տալիս, գալու էին հայատ, ինչ որ բան էին անում, այս արդեն երկրորդ անգամն է, 24 ժամն էլ է անցել, ոչ մեկ չի գալիս, ու այդ բանը անհասկանալի խոսույթը, որ տղեկ կամ ասելուց եկեք տեսեք, արեք, կամ արդեն դուք մոտավորապես այն մաքուր օդի տպավորություն եք թողնում, կարելի է օրինակ հիվանդներին տանել կամ բերել ձեր մոտ ձեզ շնչեն, որովհետև մաքուր օդի տպավորություն եք թողնում։ Պարոն Մխիթարյան, տեսանք, որ ՔՊԱ-ականները ամենաբարձր խողովակներով այսպես հրահանգված գրառումներ են կատարում Facebook-ում, զերծ չմնաց նաև Նիկոլ Փաշինյանի աներծակը, դուք դարձյալ հումորով եք նրան պատասխանել, տեսնում ենք, որ ուղղորդումը նույն տեղից է, փորձում են ամեն կերպ գցել ձեզ գյումրեցու աչքից, բացի այդ թիրախավորումը հենց առաջին օրվանից է սկսվել ձեր դեմ, ձեզ կապելով նախկին նախագահների, մասնավորապես Սերժ Սարգսյանի հետ։ Ինչպես եք մեկնաբանում իրենց այս վարքագիծը։ Այմարդ, ինչ աներձակի ինչ մեկնաբանեմ ես, էլի, ասենք, որ ողջամիտ մարդը աներձակի ինչ-որ մի բանը կմեկնաբանի։ Ասենք նայեք, մարդիկ, եթե իրանց կյանքում միակ բանը, որով կարող են ուրախանալ, դա Աննայի բարեկամ լինելն է կամ Նիկոլի աներձակ լինելը, այդ մարդկանց ինչը մեկնաբանես։ Ասենք, կապում են այս կամ այն մարդու հետ, թող կապեն, ինչ անենք։ Տեսեք, մարտի 30-ին մենք տեսնելու ենք այն իրական պատկերը, որից անընդհատ փախնում է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը անընդհատ փախնում է իր սեփական դատավճռից, որի նախնական տեսքը իրենք տեսնելու են մարտի 30-ի գիշերը։ Բայց կարծիք թե վճռական են տրամադրված, շարունակում են այսպես մեծամտորեն հայտարարել, որ 50+1%-ով բացարձակ մեծամասն։ Անայի ջան կներեք, էլի Սարիկը ասում էր 27.5 կիլոմետր ճանապարհ է բացվելու, բացվեց 23 կիլոմետր, էլի։ Հիմա այդ տոկոսների մասին ինչի խոսենք։ Այս մարդկանց մի շաբաթ առաջվա ասած թիվը մի շաբաթ հետո ի թվի հետ չի բռնում։ Հիմա ինչ ուզում են, թող խոսեն, էլի։ Այդ մարդիկ Նիկոլ Փաշինյանի 21 թվի հաղթած ազգային ժողովի ընտրություններից հետո չեն հավաքել այդ թվին գոնե մոտիկ ինչ որ մի հատ թիվ, հիմա ո՞նց են հավաքելու այդ թիվը։ Իսկ իրենց այս ինքնավստահությունը ինչով է պայմանավորված։ Ռոմանտիկ է։